Երկար էի մտածում այս մասին խոսել հրապարակային թե ոչ, բայց այնուամենայնիվ որոշեցի խոսել, հաշվի առնելով այն պարզ հանգամանքը, որ ոստիկանության դեմ հրապարակային պայքարից բացի այլընտրանք կարծես թե գոյություն չունի, եւ բացի այդ նկատեցի, թե ինչպես ներքին գործերի նախարար ազգային ժողովում իրեն տրված հարցերին ի պատասխան ուղղակի փառաբանում ոստիկանների եւ նշում, որ վերջիններս ծառայում են ոչ թե անձի, այլ ժողովրդին ու պետությանը կատարելով բացառապես իրենց լիազորությունների փոխող գործառույթն է։ Ինչա տեղի ունեցել։ Երեք չնախորդող օրը կամ երեկվա լուսաբացին ես իմ ավտոմեքենան թողել եմ Մանումենտի այգուի մոտակայքում տեղակայված ինչ-որ ավտոլվացման կետում եւ սպասում էի մինչեւ համապատասխան ծառայության մատուցումը, մինչեւ մեքենան լվանալը զբոսնում էի տարածքով, երբ որ ավտոմեքենայի կտրուկ արգելակմամբ Chevrolet Pagnishi 181 II 02 համարանիշով ավտոմեքենա փակում է իմ դիմացը եւ 3 քաղաքացիական հագուստով անձինք միանգամից լուսատուները ձեռքի մոտենում են ինձ, նրանցից մեկը հանում էր ծառայողական վկայականը, տեղեկացնում, որ հանդիսանում են քրեական ոստիկանության ոստիկաններ եւ պահանջում դատարկել գրպանների սպառողնակությունը, նշելով, որ ըստ իրենց կասկածների մոտ կա արգելված իր։ Ի պատասխան նշված գործողությանը ես նախ խնդրում եմ բոլորը ցուցադրեն իրենց ծառայողական վկայականները, երկրորդ ներկայանան հավուր պատշաճի, երրորդ պահպանեն հանրային ծառայողի ընդհանրապես եւ ոստիկանի մասնավորապես կարգապահական կամ վարքագծի կանոնները եւ չորրորդ հետևեն օրենսդրության պահանջներին, այսինքն եթե ցանկանում են անձնական խոզարկության ենթարկել, ապա օրենքի կարգ ու պահանջները պահպանեն, նշեն ինչու են իսկ կասկածում, ինչի հիման վրա իրենց մոտ այդ կասկածը առաջացել եւ դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ։ Ի պատասխան իմ նշված այդ օրինական պահանջներին, ոստիկանության ծառայողները որոշում են դիմել ինչ-որ անշնորհք ու անօրինական պահվածքի, սկսում են հետո դույով խոսալ, ի պատասխան երբ որ ես պահանջում եմ հետո դույով չխոսալ, դուքով խոսալ, նրանք ինչ-որ զայրանում են այդ պատասխաններից, չգիտեմ, լեզվակռիվը փորձում են վերածել ավելի ծանր վեճի, այսինքն անել ամեն ինչ, որպեսզի բռնություն գործադրվի եւ հետագան հասկանալի հետագա ճակատագրով։ Ինչևէ, ես չեմ մանրամասնելու ինչ է տեղի ունեցել, ինչ չտեղի ունեցել, ընդհանրապես կնշեմ, որ ոստիկանության ծառայողները իրենց բանաշատ անվայել եւ անշնորհք ձևով չեն հետևել ոչ ոստիկանի, ոչ էլ հանրային ծառայողի վարքագծի կանոններին, չգիտեմ, խոսակցության ընթացքում ծխախոտ վառելով, չգիտեմ, իրենք ձեռքերը գրպանում պահանջում են, որ ես ձեռքս գրպանից հանեմ եւ այլն եւ այլն, բայց հետաքրքիր այն է, որ վերջում նրանք ինձ անձնական խոզարկության ենթարկելու փոխարեն արտահայտություն են կատարում, լավ, կարող ես գնալ։ Մի հատ էլ հələ հեռախոսահամար են թողնում, ասում են, եթե մեր հետ խոսալու կունենաս, կարող ես զանգել։ Ես հավասարակշռության սահմաններից դուրս չեմ եկել եւ փորձել եմ իսպայել հնարավորինս հանգիստ, չնայած չէր ստացվում որոշ տեղեր, բայց այնուամենայնիվ այս համատեքստում տրամաբանական մի շարք հարցեր են առաջանում, ես հենց այդ պատճառով եմ երեք իմ ֆեյսբուքյան էջում ներքին գործերի նախարարին առաջարկել կամ հորդորել իր ոստիկաններին կարգի հրավիրի, ներկայանում են, չգիտեմ, պարզաբանելով, որ իրականացնում ինչ-որ ուժեղացված ծառայություն քաղաքացիներին ավելորդ տեղ անհանգստացնում են, քաղաքացիներն ունեն սահմանադրությամբ բացառ տեղաշարժող իրավունք անկախ ժամից եւ վայրից, ես չեմ հասկանում, թե ինչն է իմ տեղաշարժման իրավունքի իրացման մեջ իրենց մոտ կասկած առաջացրել եւ ի վերջո եթե կասկած է առաջացրել, ապա ինչու՞ չեն իսկ խոզարկման ենթարկել, միթե սա ավելորդ գործողություն չէ իր նկատմամբ պայմանավորված այս կամ այն հանգամանքով, բայց դա էլ չէ այդքան էական այն է, որ ոստիկանները ընդհանրապես չեն դիապետում ոչ միայն օրենքի, այլ նաև բարոյականության պահանջներին, կարգապահական կանոններին եւ քաղաքացիները շփվում են այնպես, ինչպես իրենք են ցանկանում, սա շատ պետք է արժանանա հանրային լուրջ պարսավանքի եւ չպետք է թույլ տալ, որպես ոստիկանները քաղաքացիների հետ շփվեն, չգիտեմ, կոշտ տոնով, արհամարանքով, հեգնանքով եւ այլն։ Իմ կողմից շատ դատապարտելի, ես այդ չեմ ընդունում
եւ ես այդ օրը կաշվի վրա զգացի միշտ մնացածներին այլ անձանց են պաշտպանում, բայց ես իմ կաշվի վրա զգացի, թե ինչպես են ոստիկանները ունակ իրենց պահել։ Հետաքրքիր այն է, որ ոստիկաններն անգամ գիտեին ում հետ գործ ունեն, այսինքն շատ լավ հասկանում էին, որ ես փաստաբան եմ, որովհետեւ երբ որ ես նրանց տեղեկացրի, որ փաստաբանի ավելի քան լավ եմ տիրապետում, ինչպիսի գործողություններ պետք է իրենց տողից ձեռնարկվեն, իրենք տեղեկացել են, որ գիտենք։ Չեմ բացառում, որ սրանով պայմանավորված է ոչ թե օպերատիվ գործունեություններ, այլ լրիվ այլ դրա տակ թաքնված այլ գործողություն, ներկայանում են ասում են ուժեղացված ծառայություն, ընդհանրապես ուժեղացված ծառայություն իրավական, ուժեղացված ծառայություն հասկացություն իրավական համակարգում գոյություն չունի, չկա այդպիսի հասկացություն, ուժեղացված ծառայություն, դա անհասկանալի մի երևույթ է, չեմ հասկանում ինչա միջև այդ ձեր ծառայությունը թույլ էր, հետո ուժեղացրեց հանկարծակի, ինչև է։ Չեմ բացառում նաև, որ ոստիկանները իրականում են կասկածել, որ իմ մոտ ինչ-որ արգելվածի կա, արգելվածի է իմ մոտ ինչ-որ պահվում, դա կարող է լինել ռուսերեն այսպիսի մի բառ բեզոպտներ։ Հնարավոր է այդ ոստիկանները եղել են հենց այդ բեզոպտներ ոստիկաններից, չգիտեմ ինչով պայմանավորված կասկածել են, որ մոտ արգելվածի կա կամ եղել են ինչ-որ ստաժորներ, բայց նորմալ չի նաև այն հանգամանքը, որ ես մինչև հիմա չգիտեմ, թե ովքեր են այդ ոստիկանները։ Համապատասխան դիմում եւ համապատասխան ընդհանրակարգ իրավական ես արդեն ձեռնարկել եմ, բայց այնուամենայնիվ տեսեք ինչ է կատարում քաղաքացու հետ, քաղաքացին ունի ոստիկանի հետ խնդիր, սակայն չգիտի ովքեր են հանդիսանում այդ ոստիկանները։ Թող 3 ոստիկաններ մոտենում են նրան, փորձում նրան անձնական խուզարկման ենթարկել, ինչ-որ հոգեբանական ճնշման ենթարկել եւ այլն, բայց քաղաքացին չգիտի թե ովքեր են այդ ոստիկանները։ Դրա համար գոյություն ունի կարգ, ոստիկանները պետք է ներկայանան, ոստիկանները պետք է ցույց տան իրենց ծառայական վկայականները, ոստիկանները պետք է բարձաբանեն ինչով պայմանավորված է քեզ ավես կամ այն արարքի մեջ կասկածում եւ ի վերջո այդ կասկածը փարատելու նպատակով պետք է հստակ գործողություններ ձեռնարկել։ Եթե ես չեմ հասկանում այդպես է որն է ինձ իսի կասկածանք առաջադրելու նպատակը, եթե վերջում ես այդպես է որևէ խոզարկության կամ գործողության չի ենթարկվեցի։ Ոստիկանների տվյալները կպարզեն, կհրապարակեմ ովքեր հանդիսացել են տվյալ ոստիկանները, ներքին գործերի նախարարության արդեն համապատասխան դիմում ծառայական կարգապահական վարույթ նախաձեռնելու խնդրանքով ես արդեն հասցեագրել եմ, ընտրել նաև պարզաբանել ովքեր հանդիսացել են ոստիկանները եւ ի վերջո ինչու են ինձ այդպիսի կասկածանքներ առաջադրել, սակայն վերջում չխոզարկվել։ Չեմ բացառում նաև, որ այդ անձիկ իրականում չեն հանդիսացել ոստիկանները, եղել ինչ-որ ավազական խումբ, որի մոտ արկա էր կեղծ ծառայական վկայական, որովհետև իրենց պահվածքը ընդհանրապես նման չէր ոստիկանի պահվածքին, չնայած այսօրվա Հայաստանում ոստիկանների նման պահվածքը նաև զարմանք չի առաջացնում։ Ինչևէ, ես կրկնում եմ ոստիկանների նկատմամբ որևէ բռնություն կամ հակաիրավական արարք չեմ գործադրել, փորձել եմ ինձ հնարավորինս պահել հավասարակշռության սահմաններում, հավասարակշիռ եմ եղել, պահանջում են ձեռքը գրպանից հանել, իրանք իրականում ձեռքերի գրպանում դրած, ծխախոտը բերանին, չգիտեմ, դու ես գլուխը մոտեցնում, անընդհատ փորձում տանել դրան, որ նրանց նկատմամբ բռնություն ինչ-որ գործադրվի կամ լեզվակռիվը վերածվի դեջի կամ ծեծի, անհարկի պատճառներ գտնեն բերման ենթարկելու եւ այլն։ Իմ բոլոր հայրենակիցներին, ովքեր առնչվել են նման իրավիճակի, հորդորում եմ լինել հավասարակշռ եւ չտարվել նրանց այդպիսի սադրանքներին, անմիջապես ահազանգել հարցին համապատասխան իրավական ընդհանրակարգ տալու նպատակով։ Այսքանը շնորհակալություն։